Արագածոտնում գործող ոսկեվազ գինու գործարանն է, որն իր հաջողության պատմությամբ ներկայացնում է բիզնեսի առաջխաղացման սեփական մոդելը։ Զարգացման ճանապարհի իր գործընկերը Ագբա բանկն է, որի աջակցությամբ էլ գործարանը վերազինվում է եւ ընդլայնում գործունեությունը։ Շուտով կլինեն նոր գյուղատնտեսական ծրագրի արդյունքները։ Ավելի քան 50 հեկտար տարածքում հիմնել են ինտենսիվ այգի։ Ամբողջը կախված է, թե ինչ ես դու ուզում անես, հա, ինչ ծրագրեր ունես։ Եթե դու մի ծրագիր ես իրականացրել, որից շատ գոհ ես եւ դրանով ուզում ես սահմանափակվել, քո ապագա համագործակցությունը որևիցե մի կառույցի հետ կկորցնում է իմաստը, որտեղ դու բավարարվեցիր։ Եթե դու ուզում ես զարգացնես ստեղծածը կամ ստեղծել նոր մի գործունեություն, դու պետք է քայլես բանկի հետ։ Միշտ պետք է լինես իր հետ գործընկեր եւ դրանով հեշտանում է քո գործը։ Բանկ ՓՄԾ երկխոսությունը, ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու համար Հայաստանի բանկերի միությունը նախաձեռնել է համաժողով, որտեղ մեկ վայրում ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են խնդիրներ, ամփոփում արդյունքներն ու մատնանշում առաջիկա անելիքները։ Միջոցառման համակազմակերպիչ Գերմանա-հայկական հիմնադրամը ներկայացրեց միջազգային ֆինանսական կազմակերպությունների իրականացրած վարկային ծրագրերը։ Հայաստանի բանկերի միությունն էլ ամփոփեց 2024-ի բանկային համակարգի վարկային պորտֆելը։ Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6.4 տրիլիոն է, որից 3.1 տրիլիոն դա բիզնեսին տրված վարկերն են։ Այդ 3.1 տրիլիոնի ուղիղ կեսը փոքր եւ միջին ձեռնարկություններին տրված վարկերն են, մոտ 25% ամբողջ վարկային պորտֆելի, որը մեր կարծիքով վատ ցուցանիշ չէ, բայց ինչքան այդ ցուցանիշը շատ լինի, ինչքան փոքր եւ միջին ձեռնարկությունները շատ լինեն եւ իրանց հնարավորությունները ավելի մեծ լինեն, դա բոլոր կողմերին ձեռնտու է։ Կենտրոնական բանկի նախագահը ընդգծեց, որ ՓՄԶ-ներին առնչվող աջակցության ծրագիրն ապացուցել է իր կենսունակությունը։ Այժմ հիմնվում է մշակույթ, որը կնպաստի ՓՄԶ-ների մոտ գիտահեն մտածողության ձևավորմանը, ինչն էլ թույլ կտա լինել առավել մրցունակ։ Կարծում եմ, որ ոչ թե բանկերին հիսան միայն նրա մեջ է, որ տան ֆինանսական միջոցներ, այլ բանկերը համագործակցելով բիզնեսի հետ, բիզնեսին բերեն մի նոր մակարդակի, որը ավելի մրցունակ կսարքի հենց ինքը բիզնեսին։ Արտադրամասը ավելի զարգացնելու համար գումարային խնդիր է եղել, դիմել ենք Ագբային, ստացել ենք մեր վարկը շատ լավ պայմաններով։ Համաժողովի պանելային քննարկման ընթացքում Ագբա բանկը ձեռներեցներին ներկայացրեց իր կողմից առաջարկվող բիզնեսի ուսուցման ուղղված ծրագրերը, որոնք օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անել, ռազմավարություն ու հաջողության պատմություն ստեղծել։ Կապի մեջ ենք ՓՄԶ-ների հետ տարբեր հարթակներով եւ միշտ փոխանակվում են կարծիքներով, կատարված աշխատանքի եւ կարիքների մասով։ Մենք անդադար թարմացնում ենք, փոփոխում ենք, նոր առաջարկներով ենք հանդես գալիս, նոր գործիքներով ենք հանդես գալիս շուկայում, որը խթան է հանդիսանում ՓՄԶ-ների զարգացման համար եւ Երևան քաղաքում եւ բոլոր մարզերում, որը նաեւ լուծում է մարզերի կայուն զարգացման խնդիրը։ ՓՄԶ-ների զարգացումը Ագբա բանկի համար կարեւոր է, քանի որ դա հայտնի ճշմարտություն է, որ տնտեսության ողնաշարը դա ՓՄԶ-ներն են եւ դա բերում է մեր երկրի զարգացվածության բարձրացմանը։ Ագբա բանկն առաջինն էր Հայաստանում, որ ՓՄԶ բիզնեսի զարգացման համար Հայաստանում սկսեց կազմակերպել անվճար բիզնես դասընթացներ։ Ագբա թիմը փոքր ու միջին ձեռներեցներին օգնում է ավելի գրագետ բիզնես վարել, ճիշտ որոշումներ կայացնել եւ գիտելիքը դարձնել գործ։ Դասընթացներին կարելի է գրանցվել հատուկ գործարկված sme.agba.am կայքում, որտեղ կան նաեւ տարբեր ուսումնական նյութեր ու բիզնեսի կառավարման համար մշակված գործիքներ։